Խոսքը վերնագրել եմ Ժողովուրդ ջան, այս ինչքան վախտա սրտիս մեջ կա, ոմանց հետ արդեն հասցրել եմ կիսվեմ, շատ սրտիս մի հատ թեմա կա, սահմանները ճանաչելու համար, չափը ճանաչելու մասին, չափի հետ կապված, որ ամեն մեկից չափ ունենք, ամեն մեկից սահման ունենք, Տիրոջից դրված սահմաններ կա, որ վայելի է, տարանքում ինչ կա քոննա, բայց այն մի քիչ մի կողմ մի անցի։ Եկեք մի տեղ կարդանք Աստվածաշնչից Հռոմեացիներին 12-րդ գլխի 3-րդ համարը։ Հռոմեացիներին 12-րդ գլխի 3-րդ համարը։ Աստծո շնորհքով, որ ինձ է տրված, ձեզ եմ ասում եմ ձեզանից, կաս տեղ, հա։ Ուրիշ թվում, կասեմ ձեր մեջ եղող ամեն մեկին, որ արժան եղածը մտածելուց ավելի բան չմտածե, ապա զգասկենալ մտածե, ինչպես որ Աստված ամեն մեկին հավատքի չափով բաժանեց։ Ամեն մեկին տրված է մեզի հավատքի չափ, Ժորժա։ Մենք ունենք մեր սահման, մենք չափ ունենք։ Մեկինը նոր ապաշխարը միգուցե դեռ մի քիչ փոքր է, մեկինը մի քիչ շատ մեծ է։ Բոլորիս սահմաններ կա, բոլորիս չափեր կա, տրված է, բայց խոսքը ասում ամեն մեկիս հավատքի չափը տրված է։ Դու ունես ինչ-որ բան, դու արդեն ունես այն օրը, որ դու որդեգրվեցիր հոր կողմից, Սուրբ Հոգու գրավականը երբ որ եկավ քո մեջ, գիտեք որ հայրը դրա հետ մեկտեղ արդեն այն քո ծնված օրից ինչ որ բան կազմեց, էսի սրան, էսի իմ տղինն է, էսի մաղջիկան, էսի քո բաժինն է։ Ուզում եմ կարդանք միասին Ծննդոց 2-րդ գլխի 15-ից 17 համարը, Ծննդոց 2-րդ գլուխ 15-ից 17 համարը։ Շատ անգիր գիտեք բոլորդ այս համարը։ Աստված, երբ որ երկինք ու երկիրը ստեղծեց, ամեն բան ստեղծեց, գրածա վերցրեց իր ստեղծած մարդը, հիշում եք, ու դրեց Եդեմի մեջ ու ասեց. Եդեմի ամեն ծառերից համարձակ կեր, Եդեմի ամեն ծառերից համարձակ կեր, բայց մի հատ ծառ կա սանձեր չտաս։ Եդեմը եկեք մի փոքր փորձենք պատկերացնենք Եդեմի սահմանները, չգիտեմ ասեմ, մի մարդ, երկու մարդու համար, Ադամի ու Եվայի համար, եկեք մոտավորապես մտքում փորձենք պատկերացնենք Եդեմի սահմանները, Եդեմի պարունակությունը, ինչ կլներ Եդեմում։ Մենք բոլորս Եդեմ ասելով հասկանում ենք, մենք հայերեն ասում ենք դրախտ ավելի հասկանալի է, քան Եդեմ ասելը։ Բոլոր համով բաները, բոլոր սիրուն բաները, բոլոր սքանչելի բաները, ու ամեն իշխանությունը երկնքում թռչունների վրա, երկրի գազը, ամեն բան Տերը տվել էր, ասեց մարդ, վայելի, բայց մի բան կա մի կպի սրան։ Ու մարդը որոշեց, որ այս մի բանը իր սահմանափակումն է։ Ուզում եմ նախորդ ասեմ պատգամը նախաբանի պես Ժորժ ջան, այս եկեղեցում ինչ որ Տերը քեզ տվել է, կյանքում ինչ որ Տերը քեզ տվել է, քո Եդեմն է, վայելի լիքը օրնուց, այս եկչախմը շատ հետ խաբարել չեք, թե ոնց էստե պարապում մարդիկ, ոնց է այս արդյունքը լինում, բայց գալիս եք ու վայելում եք։ Վայելի քո Եդեմը։ Շատ պատգամներ տեղյակ չեք մարդիկ ոնց են Աստծո ստանում, ինչքան աղոթքներ, ինչքան փնտրտուքներ, բայց էսի քո Եդեմն է, վայելի քո Եդեմը։ Բայց ինչքան էլ օրնաբեր, ինչքան էլ ճոխ, ինչքան էլ համով, ինչքան էլ սիրուն քո Եդեմը լինի, քո Եդեմում միշտ լինելու է մի ծառ, Տերը թողելու է մի բան, որ քեզ ասելու է, այս մեկին մի կպի։ Ու ոչ թե որ քեզ սահմանափակելու համար է, զուտ նրա համար, որ քո նվիրվածություն, ինչ ասիր։ Եվ դաստիարակվենք, բայց նաև ես մտածում եմ, որ ստուգի մեր նվիրվածությունն ու հավատարմությունը։ Միշտ լինելու է մեր Եդեմում մի բան, որին կպնելու իրավունք չէ։ Ինչքան ես մեծանամ, Տերը օրհնի, մեծ հովիվ դառնամ, օրինակ Աստված, դարտավազախպոր ակբախպոր մնացածն չեմ հասնի, բայց երբ էլ լինեմ, բայց միշտ լինելու է մի բան, որտեղ Տերը ասելու է, այս մեկին մի կպի։ Զուտ նրա համար, որ միշտ հիշենք ու հասկանանք, որ կա Տեր, կա Աստված, ինքը բարձր է, ինքը զորավոր է։ Առակաց 30-րդ գլուխը որ կարդաք, ընդ Ագուրի խոսքերը կա, Ագուրերը թագավոր էր, թե թագավորի հայր էր։ Վերջը, Ագուրը սենց խոսքեր ասում, չեմ ամոր։ Ասում Տեր, երկու բան եմ խնդրում, ինձի աղքատություն մի տուր, ոչ էլ հարստություն տուր։ Ինձի որ շատ հարստանամ, կասեմ Տերը ով է, իմ ձեռով աշխատեց, իմ բլակն են, իմ խելքը, իմ հնարավորությունները։ Եթե աղքատանամ, մի սխալ բան կանեմ, մարդիկ ասեն, ես չէր հավատացյալը։ Ագուրը ուրիշ խոսքերով ասած խնդրում է Տեր ցույց տուր իմ սահմանները, ինձ պահի իմ սահմանների մեջ։ Ցույց տուր ինձ այն տեղը, որ ես պիտի ձեռ չտամ, որ հանգած այդ գողության ծառին չկպնեմ, հպարտության ծառին չկպնեմ, ինչ որ բան կա, Տեր ցույց տուր իմ սահմանները։ Ու ես կարծում եմ մենք հավատացյալներս այս մի խոսք ասեմ վերջերս եմ լսել շատ սրտիս կպել է, շատ բոլոր տեղ գիտեք կարծում եմ, որ վերջի ժամանակների մեծագույն խնդիրը, որ առաջանում այս հարմարավետությունն է, որ շատերը
սկսում են այնքան անհոգ լինել, մատների արանքով նայել, աչ ու ձախ, որտեղ կարան ձեռները գցում են, ամեն ինչի կպնում են, արժե չարժե, իրավունք ունեն, իրավունք չունեն։ Ժողովուրդ ջան, Տերը մեզ դրել է Եդեմի մեջ, էսի մեր Եդեմն է։ Քո աշխատանքի տեղը կարա լինի քո Եդեմը, բայց բան կա, որ ասում է ձեռ չտաս։ Հիմա ուզում եմ մի քանի օրինակներ բերեմ ու ավարտեմ։ Արագ եմ չէ՞ թվում։ Լավ։ Ասում եմ, եթե ուզում ես էլի հրավիրեն, կարճ քարոզի։ Հրավիրեք չեմ իս տարի գալու եմ։ Այ քարոզեմ թե չէ դուրի շարծա։ Պատգամս վերնագրել եմ չափը ճանաչիր։ Չափը ճանաչիր։ Շատ քաղցր ես, շատ օրհնյալ ես, շատ զորավոր ծառայող ես։ Ամեն ինչ որ անում ես, գերազանց ես, որտեվ ես էլ ասեմ նորացնեմ, Աստված օրհնող Աստված է։ Մեր Աստվածը սիրում է օրհնել։ Ու ես ուշադրություն եմ դարձել, որ ուզում ասեմ լիբոյ ցանկացած մարդ, որ մտնում է եկեղեցի ու հաստատվում է եկեղեցում, անկախ իր կարգավիճակից, որոշ ժամանակ հետո տենում ես այս մարդու կյանքը բարելավվել է։ Որոշ ժամանակ հետո տենում ես այս մարդու կյանքը օրհնվել է, թե հոգևորապես, թե ֆիզիկապես, թե ֆինանսապես, թե առողջապես օրհնություն է գալի, որտեղ Աստված սիրում է օրհնելը։ Բայց երբ որ Աստված քեզ կօրհնի, երբ որ Աստված քեզ մեծացնի, միշտ հիշի ինքն ամնալու Տերը։ Հիմա մի հատ ուսուցման թազատեսակ կա, մի բանը, որ մտքից կա, օրինակի համար հռոմեացիների մեջ, որ կարդում ես, ասում է 8:10, որ համարնա չէ, որ ասում է հոգին մեր մեջ կանչում է Աբբա Հայր, Հովանու 15-ի մեջ Հիսուս ասեց, ես ձեր ընկեր եմ անվանում, բարեկամ եմ անվանում։ Հիմա մի հատ նոր ուսուցում աշխարհում մեր կողմերում շատ է տարածվեց, կարծում եմ ստել պիտանի կլինի, որ շնորհքի, այս վերջերս մի հյուր ունեի, հետը խոսում է, ասում էր, կա էժան շնորհք, կա թանկ շնորհք։ Էժան շնորհքը նա, որ ներված ենք, գնա, արա ինչ ուզում ես, բայց թանկ շնորհքը գիտենք մենք Տերով առած, Տերով սրբված, թանկը գինն է վճարված, Քրիստոսի արյան գինն է վճարված, ու շատերը գալիս են մի հատ մակարդակի, որ Աստծո հետ սկսում են այն կարգի ընկերություն անել, ասես հավասարի պես, ինքը մեր հավասարը չի։ Ես շատ տարիներ առաջ հիշում եմ Արտավազախպերը մի հատ դենք մաթեմատիկայի, հասկանում եմ մի քիչ մաթեմատիկայից, այն դպրոցի բանը գիտեք բոլորը, չեմ ամ ոնց է կոչվում այդ, չէ, որ սենց ճառագայթ կա XY, այդ եմ հիշում, ունդ է սենց մի հատ կորդինատ, ու մի հատ կոր կա, այս կորը սենց իմացակ, չէ որն եմ ասում, ու այս կորը ինչքան գնում է, երբեք չի կպնում, ու միտքես էր Արտավազախպերը, որ փոխանցել էր, որ հավիտենության մեջ էլ մենք անընդհատ մոտենալու ենք Տիրոջը, անընդհատ մոտենալու ենք, Տերը թույլ է տալու, վայելելու ենք, սիրելու ենք, բայց երբեք չենք կպնելու իրան, միշտ ինքը մնալու է Աստված, ամեն, մի թագավոր կար, երկրորդ մնացորդած 26-րդ գլխում Ոզիա էր անունը, եթե չեմ սխալվում Ամասիայի որդին էր, իր հայրը Աստվածավախ էր, տարիների վերջում մի քիչ շեղվեց, բայց Ոզիան գրած ուղիղ էր, Աստծո առաջ հավատարիմ մարդ էր։ Ու խոսքը ասում է, որ հատուկ ձևի Ոզիային Աստված օրհնեց։ Առանձնահատուկ էր օրհնում, գաց Աստծուց հատուկ օգնություն ստացավ։ Եզակի կերպար էր, զենքերի տեսակներ ստեղծեց, որ այն ժամանակ կարծում եմ թե չկար, այն քարեր նետող պարիսպներ շինեց անապատներում ջրոնը լիքը ու գրած Աստծուց օգնություն ստացավ առանձնահատուկ ձևի ու օրհնվեց, շատ օրհնյալ էր։ Ոնց ձեզ այն շատերը եկեղեցում, Աստծուց հատուկ օգնություն եք ստանում, օրհնվում եք։ Բայց մի բան եղավ։ Մի օր էս մարդը, որ շատ օրհնվել էր, գրած վերցրեց խունկը, բուրվարը ու մտավ խնկի սեղանի վրա, որ խունկ ծխի։ Խունկը ծխելու ժամանակ Ազարիա քահանայապետը մտավ 80 քահանաների հետ, որ գրածա զորավոր մարդիկ էին, ու ասեց թագավորին հանդիմանց, ասեց քեզ օրինավոր չի, Տերը ամեն բան քեզ ա տվել, քոնն ա թագավորությունը, ու գրածա թշնամի ազգերը սկսեցին իրան հարկ տալ, տարբեր երկրներից սկսեց գրավել, ամեն կողմից օրհնվեց։ Բայց մտքին եկավ մի բան անեմ, որը ինձ տրված չի։ Ու գրած այդ բանի ժամանակ, երբ որ քահանապետը մտավ հանդիմանեց, ինքը գրածա բարկացավ քահանաների վրա ու բարկանալու ժամանակ բորոտությունը կպավ ճակատին։ Ու ասում քահանաները շուտ հանեցին, այդպես ինքն էլ շտապում էր դուրս գա ու էլ երբեք իր ողջ կյանքի ընթացքում այդ Աստծո հավատարիմ մարդը
Էլ երբեք չմտավ Աստծո տաճարը։ Ամեն։ Ժողովուրդ Տերը քեզ օրհնելու է։ Տերը սիրում է իր երեխեքին, ինքը ես լավ եմ զգում, որ իմ երեխեքին մի լավ բան եմ անում։ Բայց լավ չեմ զգում, որ երեխեքս տերմես մեկ-մեկ չափանցան։ Տերը քեզ օրհնելու է։ Մովսեսին երբ որ Աստված այդքան օրհնեց, բարձրացեց նեղությունով, թե ոնց կապ չունի, բայց բարձրացեց շատ։ Միտեղ եկավ, որ Մովսեսը Աստծուն չփառավորեց։ Աստված ներեց Մովսեսին, թե չէ։ Շորտ Աստված ներեց Մովսեսին։ Բայց միաչափ կար, որ անցել էր։ Դավիթը երբ որ այդքան բարձրացավ, դեռ տեին կգանք։ Աստված ներեց Դավիթին, երբ որ Ուրիայի կնոջը կպավ։ Ներեց։ Բայց Դավիթի կյանքը ուսումնասիրեք, այդ կետից հետո ոչ մի դրական բան Դավիթի կյանքում չկա։ Անկումներ, տղերքի մահերը, ապստամբություններ, հետո ժողովրդին հաշվելը, հետո Տերը ներեց։ Բայց մի հատ սահման կար։ Ու դրանից հետո էլ երբել որտեղ էլ որ կարդում եք, տենում եք, ասում է Սողոմոնը, որը Դավիթը ծնեց Ուրիայի կնոջից։ Անընդհատ շեշտում է Սողոմոնը, որը ծնվեց Ուրիայի կնոջից, շեշտում է Ուրիայի կնոջ, Աստծո սրտին այնքան ցավ էր տվել, որտեղ Ուրիան մեկն էր, եզակի էր Աստծո աչքին։ Ու երբ որ մարգարեն եկավ Դավիթին ասեց, Աստված ասում է, քոնն էր երկիրը, ինչդ էր պակաս։ Ես քեզ օրհնել ես եկեղեցում, ինչդ է պակաս։ Քո աշխատանքի տեղը կամ չգիտեմ, եթե մի բան էլ պակաս ասեց մարգարեն, ինչ մեկ ինչ ասեց։ Էդ էլ կտայի։ 10 կնիկը պակաս էր։ Երկիրը քո առաջ էր առանտրի, որին կուզեր բոլոր ուրախությամբ կգային։ Բոլորը չէ։ Երևի բոլորը չէ, չգիտեմ։ Ոմանք։ Բայց Դավիթը մի բան արեց, որը գրած է երկրորդ օրինաց, Ելից 5-րդ գլխում, երկրորդ օրինաց 20-րդ գլխում, 10 պատվիրաններից 10-րդը խախտեց։ Մի ցանկացի հարևանիդ, հենց սկսում է տես, չէ, հարևանիդ, ոչ ոն հարևանիդ կնոջը մանավանդ, ելունած ընկերոջդ կնոջը, ելունած հարևանիդ ունեցածին, էշին, եզին, ավտոին, տանը, որտեղ որ օրը դու տեսար, որ քո աղբերը օրհնվում է, ու քո մեջ բան ընկավ, որ ես էլ եմ էդի ուզում։ Դու քոնը ունես, դրա նման է քոնը, իմ տունը կարող է ինչ-որ մեկի տնի նման ճոխչի, բայց ես իմ տունը ունեմ, իմ ավտոն կարող է ձեր ավտոների նման ճոխչի, բայց ես իմը ունեմ, կարող է Դավիթ այդ 10 կնանիք են, որ ուներ, կարող ես մեկի պես սիրուն չէին, բայց ուներ, ու չեմ կարծում, թե սիրուն չէին, ուղղակի ցանկությունը երբ որ գալիս է, մի բան աղա, երբ որ դու այդ պահին չափը անցնում ես, որ այդ ծառից ուտես մահերով պիտի մեռնես, ու Դավիթի կյանքում մի հատ անկման պատճառ եղավ, չնայած Տերը իրան ներեց, Տերը միջև մեր մասին խոսում է, բայց մի հատ չափ կար, որ ինքը անցավ։ Ամեն։ Երկրորդ Թագավորաց 6-րդ գլխի 3-րդ համարը, 6-րդ գլուխը ամբողջը եթե կարդաք, մի օրինակ էլ կա, էլի ոզիա էր, այս մեկը թագավոր էր, այս մեկը տանտղա էր, որ իրանց տանը տնային խմբակներ էր լինում, որ ինքը ծառայությունների մեջ էր, անդադ եկչախմբի մեջ էր, անընդհատ տնային խմբակների մեջ էր, անդադ կարգ ու կանոնի մեջ էր, անընդհատ ուխտի տապանակետ անդադ գործ ուներ, անընդհատ ուխտի տապանակետ սրբության հետ գործ ուներ, իրանց տունն էր, իրանց եդեմն էր, անընդհատ գործ ուներ ինքը ուխտի տապանակետ, անդադ սրբության հետ գործ ուներ, բայց մի ժամանակ եկավ, որ այնքան հասարակ դառավ, որ ասեց, այս մեր տնային խմբակը կամ խմբակի ավակը, չգիտեմ, մի քիչ ծռվել է, պասի դզեմ սրան, ու ձեռը մեկնեց, որ դզի, մեր հովիվը մի քիչ ծռվել է այս հարցում, պասի դզեմ իրան, Ժողովուրդ ջան, չփորձեք, տարիներ առաջ ես մի հատ հիմար փորձ ունեցա, որի արդյունքը մի քանի տարիներ քաղեցի, ես իմ հովին, չասեք, համնակարում եք, ինչ որ հարց կար, որ ես փորձեցի դզեմ, իմ կարծիքով, Ժողովուրդ ջան, Տերը գիտի ճանապարհները, ընդհանրապես դզվելու բան չէր, ես էի ծուռ նայում, միշտ չի, որ ինքը սխալ է, քո հայացքը կարա ծուռ լինի, ամեն, բայց երբ որ փորձում ես ձեռքդ մեկնես ու դասես այն ծառայությունը, որի մեջ դու կաս, որի մեջ դու ընդհանրապես կոպիտ հայրենով, ասես կոպիտ ասեմ, որի մեջ դու մարդ ես դառել, որի մեջ լեզու է դրվել բերանդ, որի մեջ հասկացողություն ես ստացել Աստծո հոգևոր բաների նկատմամբ, ու դու դրա մեջ ուզում ես այդ քեզ սովորացնողին ձեռքդ մեկնես, կարաս իր համար աղոթք անես, կարաս գնաս
խնդրելով, չգիտեմ, խոնարհվելով ամենայն դեպս, կարած գնաց խոսաս հետը, եթե իրոք մի բան տեսել ես, որ քո սրտով չի։ Բայց որ դու սրտումը դնես իրան դզես, չափդ ճանաչի։ Չափդ մի անցի։ Ամեն։ Նույն օրինակների շարքից կարան գնանք Թվոս 12-րդ գլուխը, էսի մի քանի Աստծո օրհնյալ զորավոր ծառաների մասին, մարգարեների ու ժողովրդի մեծ ժողովրդի առաջնորդի Ահարոնի ու Մարիամի մասին։ Հիշում եք Ահարոն Մարիամին, մարգարեներ էին, հրաշքների մեծ մասը, ասենք ռուսերեն ասում են չերես, Ահարոն էր արվում, լուրջ ծառայողներ, շատ մեծ ազգի զորավոր բաներ, հրաշքներ, նշաններ տեսած, բայց այս մարդիկ մի օր որոշեցին, որ ոնց եղավ, որ Աստված քո հետ ամենակ խոսում։ Այստեղ էլ ուզում եմ ասեմ, ժողովուրդ, Աստծո ծառայողը, որ Տերը դրել է քո վրա, քո համար, քեզ ինքը մնալու է, երբ որ Արտավազ աղբերը մեզ ընդ Ռուսաստան մեկալ ձեռնադրում են, օրում են, ժողովրդին բան բացատրեց, որ սրտից միացված սրանք Եսու նարն են։ Սրանք ասեց ձեր ծառաները չեն։ Այս հովիվները, այս ծառայողները, ձեր ավակները, ձեր ծառաները չեն։ Աստծո ծառաներն են դրված ձեզ համար, ձեզ ծառայելու համար։ Ամեն։ Բայց երբ որ մի օր կգա կորոշես, որ դու իրավունք ունես իրան կպնելու, ինքը ինքան բարի կարա գտնվել քո համար աղոտ քանի, որ Տերը նորից ների քեզի, Տերը օրհնի քեզի, բորոտություն են մահվան ոգին, որ քեզ բռնել է, են մահվան ճիրաններ են, դառ արմատը, որ արդեն կա քո մեջ, ինքը կարա մաքրի հովիտ աղոտքով քո առաջնորդի պարտադի հովիվ ալնի։ Ամեն։ Բայց դու չափդ մի անցի։ Հիմա կարող է մի առաջնորդ լինի, Մովսեսի սիրտը չունենա, քո համար աղոտք չանի ու քո կործանման պատճառը լինի։ Ամեն։ Դա համար եկեք մեր չափը ճանաչենք, որտեղ մենք եդեմ ունենք, մենք օրհնության աղբյուրներ ու ակունքներ ունենք, մենք ծառեր ունենք, որ ամեն պտուղները կաստ, ինչ ուզում եք կերեք, վայելեք, մանավանդ ստեղ կա ժողովուրդ ջան, մեր եկեղեցին մի քիչ փոքր է, մենք հələ շիտիլներ ենք դրել, բայց դուք արդեն անտառի մեջ եք, վայելում եք, բայց մի հատ ելնելու է, որ երբեք չմոտենաս դրան։ Գտիկուն, ագուրի պես աղոտ կարա, որն է այնտեղը Տեր, որտեղ ես համը կամ հանել եմ, կներեք ես խոսքի համար, կամ չափ հանցել եմ, կամ սահմանս չեմ ճանաչել, ցույց տուր իմ սահմանը, ցույց տուր միջև որտեղ վայել եմ, ու Տերը կասի վայելի ամենը, բայց միշտ հիշի, մի բան կա։ Ելից 20-րդ գլխի 8-ից 11 համարները, որ կարդաք, 10 պատվիրանների 4-րդն է, բոլորդ գիտեք, անգիր ես վստահ եմ, ներկաներից տենում եմ, որ դուք անգիր գիտեք, տրամար ստեեք։ 6 օր աշխատիր, ամեն գործը տարա, բայց վայելի այդ 6 օրը, ինչ ուզում ես սարա, բայց մի օր կա, այս սկզբում ասում է հանգստության օրը, հետո դարավ շաբաթ օրը կամ կիրակի օր, բայց մի օր կա, ձեռք մի տուր, վայելի, տիրոջ չտուր այդ ժամանակդ, դրամար ասեցի ներկաներից մեջ տենում եմ, որ շատերը լավ գիտեք այս պատվիրանը ու լավ պահում եք այս պատվիրանը, որտև շատերին ես տենում եմ, որ աշխատանքի մեջ, գործելու մեջ, 6 օր գործելու մեջ յանց բավարար չի, եթե Տերը քեզ 6 օրում օրհնեց, օրհնվելու ես, իսկ եթե օրհնության ծածկոցի տակ չեղար, ուզում ես 7 օր աշխատի, 8 օր աշխատի և շարունակ, հասկանում եք, Տերը չափադրե, Տերը սահմանադրե, ոչ թե որ քեզ արգելի, այլ որ քեզ օրհնի։ Ու անցած կիրակի Հակոբ աղբերը ասեց, ես չեմ հիշում իմ պատմության մեջ, որ 2 կիրակի բացակայած լինեմ, որտև երբ որ մի կիրակի բացակայում ես, մի կերպ յոլա ես այդ մեջ շաբաթը։ Երկրորդն էլ ես բացակայում, մի թեթե պայքար կա մեջդ։ Երրորդից սկսում ես համարյա չպայքարել։ Սովորություն բանա դառնում։ Սատանան է սկսում գործելը։ Հրայր աղբերս ասեց, դևերն են գործում։ Իրանք չեն մտածում, իրանք գործում են։ Ամեն, այդ հարցում էլ չափը ճանաչի։ Երկրորդ թագավորած, չէ, Ղևտացիներ եկեք, կարդամ 27:30-ը։ Սա մասին շատ էս եկեղեցում խոսված է, ես չպիտի սովորացնեմ, բայց ասեմ։ Հա, համարը կարդամ նոր ասեմ, հա։ Երկրի բոլոր տասանորդը Աստծունն է։ Տասանորդը սուրբ է Տիրոջ համար։ Մոտավոր սենց, հա։ Դու մոտավոր սենց։ Տերը երբ որ քեզ օրհնում է, դնում է Եդեմիտ մեջ, երբ որ տալիս է, օրհնում է ինքը,
Ասում է, բայց եթե ուզում ես այս օրհնության դուռը բաց մնա միշտ, բաց թող։ Հաճախ մենք ինքներս օրհնության դուռը փակում ենք, մի բան մոռանալով, ժողովուրդ, էսի ոչ թե խնդրանք կա, ոչ թե, էսի տիրոջ բաժինն է ուղղակի։ Տիրոջ բաժինն է 10-րդը։ Չափդ իմացի, Տերը քեզ տվել այդ 9, 10-րդը քոնը չի, 10-րդը քոնը չի, 6 օրը քոնն է, մեկը քոնը չի, 9 քոնն է, մեկը քոնը չի։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Ու մի թագավոր կար Բաղդասար անունով։ Ես կարծում եմ պատմության ժամանակաշրջանի ամենամեծ եդեմներից մեկը ինքը ուներ, որտեղ իր հայրը Նաբուկոդոնոսորը իրան թողել էր մի հատ եդեմ 120 կուսակալություններ, իրան թողել էր մի հատ գերտերություն, իրան թողել էր մի հատ ունեցվածքի, գեղեցկության, հարմարավետության, մի հատ ինչ էր թողել։ Ճոխություն մի հատ, որ չլսված բան։ Այս մարդ հավաքեց իր ավակներին, իր իշխաններին ու խնջույք արեց, քեֆը լավացավ, ասեց, չէ, ես պետք է սահմանը անցնեմ։ Ես իրավունք ունեմ, քանի որ այսքան օրհնված եմ, ուրեմն իրավունք ունեմ չափը անցնեմ։ Ու խոսքը ասում է, հենց որ միջև այդ պահը Տերը համբերեց, բաժակները բերեցին, գրածա որ ոչինչ դեռ չեղավ, գրաշի ոչինչ չեղավ ուղղակի, չափի մեջ էր դեռ, բայց հենց ամարտեն եզին էր, արդեն են ընկնելու տեղին էր, բայց գացա հենց որ բաժակները լցրեցին, հենց որ խմեցին, մի թաթ երևաց ձեռքի, չափը անցար, շատ կարճ ու կոնկրետ էր Աստծո պատասխանը, կշռվեցիր, պակաս գտնվեցիր ու հաջորդ միտքը, որ ասում է, քո թագավորությունը քեզանից գնաց, քո օծությունը, քո օրհնությունը, քո հաջողությունը, քո խաղաղությունը, քո երջանկությունը, էլ ինչեր կա, այդպես լիքը քո եդեմը քեզանից գնաց, ու երբեմն էլ քո եդեմի մեջտեղ կարող մի հատ սուր լինի, որը անպայման այդ քերոբեի սուրը, որը անպայման հավատում եմ Տերը իր ողորմությամբ կքաշի մի կողմ, բայց քո խորը ապաշխարությունից հետո, բայց չափը ճանաչի, ամեն, այսքան է սրտինը Ժորժ ջան, չեմ ուզում երկարացնեմ, Աստված օրհնի ձեզ, իմացեք, որ Տերը ձեզ օրհնել է, իմացեք, ինչով էլ դեռ չի օրհնել, օրհնելու է, Տերը ձեզ օծել է, եթե մի քիչ պակաս է, դեռ ավելացնելու է, ինչ որ բանը եթե պակաս է, դեռ ավելացնելու է, օրհնելու է, եթե մի բան ես զգում ես դեռ չկա, աղոթինքը տալու է, ասա Տեր սա կարիքն ունեմ, էդ էլ է տալու, որտեղ ինքը սիրում է, մենք պապաներս, մամաներս, ծնողներս սիրում ենք մեր երեխեքին լավ բաներ անելը, բայց երեխիդ ասում ես, մի հատ սահման կա, այս մեկին մի կպի, սա լավ է, ինչ ուզում ես արա, ինչ ուզում ես կանեմ, բայց պատիվ կա, որ պետք է տաս, Դամար Մաղաքյան ասում էր, Մարգարեության մեջ ասում էր, եթե ես հայր եմ, ուրեն պատիվը, եթե ես տեր եմ, ուրեն վախը, ու այսինքն ժամանակ երեկ է, որ մարդիկ անցել են սահմանները, հայր, տեր, ուսենց խառնել էին սաղ իրար, եկեք մենք մնանք մեր սահմանը, մեր օրհնությունը Աստծո դրած սահմանների մեջ է, ու այդ ծառը քեզ սահմանափակելու համար չի, քեզ աճեցնելու նվիրվածության ու հավատարմության, որ այն օրը դու լսես, ապրես, բարի ու հավատարիմ ծառա, մտի քո Տիրոջ ուրախության մեջ, ամեն, խնդրեմ, ոտքի կանենք, աղոթ կանենք, Հալելույա Տեր, մենք քեզ փառաբանում, մեծարում ենք, շնորհակալ ենք քեզ անց Հիսուս, մենք քեզ երկրպագում օրհնում ենք քո մեծ անունը, շնորհակալ ենք, որ դու մեզ ամեն մեկից տվել ես մեր եդեմը, տվել ես մեր օրհնության բաժինը, ամեն մեկից տվել ես այն, ինչ ես կյանքի համար պետք է, հոգևոր կյանքի, ֆիզիկական կյանքի համար, դու մեզ օրհնել ես, Տեր, ինչի կարիքը մենք ունենք, որտեղ մենակ դու գիտես մեր կարիքները, դու գիտես ինչով կշտացնես մեր հոգիները, խնդրում եմ Հայր Հիսուսյան, որ օրհնես քո ժողովուրդը, Տեր, երբ որ կշտանանք, երբ որ օրհնված զգանք, երբ որ բարձրանանք, երբ որ աճենք ու մեծանանք, երբեք այդ սահմանը չանցնենք, Տեր։ Միշտ հիշենք, որ դու ես մեզ դրել այդ տեղը, միշտ հիշենք, որ դու ես մեզ տվել, դու ես օրհնողը, դու ես մեր Տերը ու մեր Աստվածը։ Որ մնանք այս սահմանների մեջ, որի մեջ դու ես մեզ դրել։ Օգնիր մեզ մեր չափը ճանաչելու մեջ, Տեր։ Որտեղ դու գիտես մենք մարդ ենք, երբեմն սայթակում ենք։ Դամար խնդրում եմ մեզ օգնիր աղոթք անելու, որ մեր սահմանները միշտ հիշենք։ Միշտ հիշենք այդ տեղերը, որտեղ չպիտի կպնենք, այդ տեղերը, որտեղ պիտի չանցնենք։ Տեր, մենք քեզ սիրում ենք,
որտեղ առաջ դու մեզ սիրեցիր, օգնիր, որ այս բանը հասկանանք, որ առաջ դու մեզ սիրեցիր, որտեղ դու քո կյանքը դեցիր, դու մեզ փրկեցիր, դու ողորմեցիր, դու տվեցիր, դու բարձրացեցիր, դու աճեցրեցիր, քոննա ամեն ինչ որ մեզանում կա, շնորհակալ ենք քեզանից, փառավորվիր Հայր։